Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, սերիալը հասել է այն կետին, որտեղ ամեն ինչ կարող է փոխվել։ Տարիներ շարունակ թաքցված ճշմարտությունը վերջապես սկսելու է բացահայտվել։ Արփիի հայրը Քաջիկը, ով միշտ լուռ էր մնացել, այլևս չի դիմանում, հատկապես Արփիի կորստից հետո նա իրեն տվել է խմիչքին, իսկ դա նշանակում է, որ ընդամենը օրերի հարց է, որ նա կպատմի բոլորին, թե իրականում ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ։ Նրա խիղճը ծանրացած է գաղտնիքով, որը տարիներ շարունակ պահել էր Սաքոյի հետ միասին։ Քաջիկը հավաքում է բոլորին ու պատմում ամբողջ ճշմարտությունը։ Սաքոն սպանել է Աշոտին, Հայկի հորը, իսկ ինքը՝ Քաջիկը, վախի ու ճնշման տակ օգնել է նրան թաղել դին անտառի խորքերում։ Սա լինելու է մի բացահայտում, որ ցնցելու է ոչ միայն Հայկին ու Նարեին, այլև ամբողջ գյուղը, ամբողջ մարդկանց, ովքեր ճանաչում են նրանց։ Սաքոյի իրական դեմքը վերջապես բացվելու է։ Տարիներ առաջ Սաքոն, ով միշտ իրեն ներկայացրել էր որպես հարգված ու ուժեղ տղամարդ, իրականում դավաճանում է և ընկերոջը, և իր ընտանիքին։ Նա տանից վռնդում է քրոջը՝ Լալային, ոչ միայն պատվի համար, այլև նրա կյանքի ամենամեծ գաղտնիքը թաքցնելու նպատակով։ Իսկ երբ իմանում է քրոջ սիրո մասին Աշոտի հետ, կորցնում է ինքնատիրապետումը, սպանում է Աշոտին ու իր ձեռքերով թաղում անտառում։ Բայց ճակատագիրն արդարացի է։ Տարիներ անց Սաքոն կորցնում է սեփական որդուն, այն ամեն ինչին նա ամուր կառչած էր, փլուզվում է։ Սակայն դա էլ դաս չի լինում։ Նա շարունակում է թունավորել բոլորի կյանքը, փորձելով տնօրինել Նարեի ճակատագիրը, բաժանել Հայկին ու Նարեին ու իրեն ներկայացնել որպես գլխավոր։ Քաջիկը լռել էր այնքան ժամանակ, քանի որ վախենում էր Սաքոյից, բայց տարիները նրան հյուծեցին։ Նա հասկացավ, որ այլևս չի կարող ապրել այդ ծանրության տակ։ Նրա խոստովանությունը դառնալու է Սաքոյի իրական պարտությունը։ Նարեի մայրը կհասկանա, թե ինչ է կատարվել տարիներ առաջ, որովհետև նա իր ձեռքով է փլուզել իր երեխաների կյանքը։ Նարեն կվիրավորվի հորից ու կդադարեցնի խոսել նրա հետ, իսկ Հայկը, լսելով ճշմարտությունը, կորցնելու է վերջին անգամ այն հավատը բոլորի հանդեպ, բոլոր մարդկանց հանդեպ, քանի որ նա տարիներ կարծել է, որ հայրը թողել է նրանց ու ուղղակի հեռացել։ Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենալու շատ շուտով։ Քաջիկը ցույց է տալու այն վայրը, որտեղ թաղված է Աշոտը։ Այդ պահին ամբողջ գյուղը կհասկանա, թե իրականում ինչ է կատարվել։ Մարդիկ կհավատան, որ տարիներ շարունակ Սաքոն խաբել է ու մեղքով ապրել։ Հնարավոր է Լալան վերադառնա։ Եթե Սաքոն վռնդել է քրոջը, ապա հնարավոր է, որ նա ողջ է և տարիներ շարունակ թաքնվել է։ Նրա վերադարձը կարող է դառնալ նոր ինտրիգ։ Սաքոյի վերջնական անկումը մոտ է։ Նա կորցրել է կնոջ վստահությունը, աղջկա սերը, գյուղի հարգանքը, բայց ամենացավալին այն է, որ նա կորցնում է ինքն իրեն։ Սաքոյի կերպարը դառնալու է դասական ողբերգական հերոսի օրինակ՝ մարդ, ով ամեն բան արեց իր պատվի համար, բայց կորցրեց ամենաթանկը։ Հեռուստադիտողները սպասում են, որ Սաքոն կստանա իր արժանի պատիժը, բայց ինչպես միշտ Հարսնաձորի լեգենդում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Արդյոք նրան կդատեն, թե նա կփորձի վրեժ լուծել բոլորից, հատկապես Քաջիկից։ Մի բան ակնհայտ է՝ այս դրվագից հետո սերիալը մտնելու է իր ամենաթեժ փուլը։ Գաղտնիքները բացվում են, անցյալը վերադառնում է ներկայություն, իսկ հերոսների ճակատագրերը սկսում են խճճվել ավելի ու ավելի։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ ավելին, թե ինչ է տեղի ունենալու հեռուստասերիալի հետագա սերիաներում, ապա չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու տեղեկացված լինեք փոփոխությունների, նոր սերիալներում կատարվող իրադարձությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիր ու դիտարժան զարգացումները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թող առաջինը տեղեկացված լինելու քո հնարավորությունը։ Նարեն հասկացավ, որ հոր վրա հույս դնել չի կարելի, քանի որ հայրը ընդհանրապես չցանկացավ լսել, թե ինչ է պատմում Նարեն, թե ինչպես է Արմոն իրեն շանտաժի ենթարկել ու մատանին նրա մատին դնել։ Իհարկե դժվար է հավատալ, որ իրական կյանքում կան նման մարդիկ, բայց այո, նման հայրեր էլ կան, և այս հեռուստասերիալը ցույց է տալիս, որ նման հայրերը վերջում կանգնում են իրենց երեխաների
դժբախտության կողքին, բայց այս անգամ Նարեի հայրը որոշել է վերջնականապես կործանել իր դստերն ու ամուսնացնել դստերը այն մարդու հետ, ում նա չի սիրում։ Իհարկե, այս ամենը կեղծ պատվախնդրության անվան տակ, քանի որ հայրը, ով սիրում է իր երեխաներին, չի կարող նման կերպ վարվել։ Գրեք նաև արդյոք իրական կյանքում ճանաչում եք նման հայրերի, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն իրենց խոսքը լինի և անկախ նրանից իր երեխան երջանիկ կլինի չսիրված տղամարդու կողքին, թե ոչ։ Իսկ հեռուստասերիալում ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թող հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու ու իմանալու, թե երբ է վերջապես քաջի կպատմելու այն, ինչը կկործանի Նարեի ընտանիքը։ Իսկ Բռամը գնալով փոխվում է և նա Արմոյին իր տեղն է ցույց տալիս այն բանից հետո, երբ տեսնում է, թե ինչպես է վարվում Սոնայի հետ։